Ողջույն սիրելի բարեկամներ, կարող եմ ասել ողջույն հետևորդներ, այդքան շատ հետևորդ չունեմ, բայց ես մեծ շատ թանկ բան ունեմ։ Ունեմ հայացք, որ իմ հպարտությունն է ու որը վաղվա մեր հպարտությունն է։ Ու այդ ազգին ոնց որ ժամանակ առ ժամանակ վիրավորում են։ Ես այս պահին թեթև վիրավորված եմ որպես գյումրեցի, ես ուզում եմ անդրադառնամ այն տղեկին, ուժեղ Հայաստան կուսակցության տղեկին, որ գնացել են Գյումրի ձայն մուրալու։ Դուք գյումրեցիները չեք շփվել։ Ու ասեմ Գյումրին երբեք գյուղ չի դառնա։ Գյումրի միշտ քաղաք է եղել։ Ու դուք մինչև Գյումրի մտնելու Գյումրու մասին խոսելը, մի հատ այդ քաղաքի պատմությունը ուսումնասիրեք։ Ու մի հատ հիշեք, թե գյումրեցին աշխարհին ինչեր ա տվել, ում ա տվել ու դեռ պետք է տա։ Երկու եկեղեցու արանքով կանգնած Գյումրի է գովաբանում, բայց այդ քաղաքին ասում է գյուղ։ Գյումրին դրանից է չի վիրավորվի, Գյումրին իր արժեքը ունի։ Ես եմ որպես գյումրեցի վիրավորվում։ Հա, ես գյումրեցի եմ, իմ արմատները Գյումրիից են, ես Գյումրիում չեմ ծնվել, բայց իմ մանկությունն անդեղ անց է, դուք այսօր վիրավորել եք իմ մանկությանը։ Այդ քաղաքը իմ հպարտությունն է, ու այդ քաղաքի հետ զգուշ եղեք։ Գյումրին չի սիրում են մարդկանց, ովքեր մուրում են, մուրացկանություն են անում։ Գյումրին այնքան հպարտ է, պրոստը կարող ասեք Գյումրից ուզել, Գյումրին կտա։ Օրինակ կան մի քանի տարբերական, կան սեքսուալ մուրացկաններ, կան ձայն խնդրող մուրացկաններ։ Գնացել եք մուրացկանություն անելու ու այդ քաղաքին վիրավորում եք տղերք։ Այն սիրուն սիմպաթիչի տղաները ասում են ես արմատներով գյումրեցի եմ։ Լուրջ արմատներով գյումրեցի ես, այսօր Գյումրից տեղափոխված Երևան Գյումրին քո համար դառավ գյուղ։ Գյումրին երբեք գյուղ չի դառնա։ Գյումրին եղել է քաղաք ու կմնա քաղաք։ Տղեկ, գնացել եք ինչ մատուցել, ձեր 5 կետերը 6, 7, 8, 9, 10 լինելու, հա։ Լավ, այդ 5-ի վրա բարի չենք լավորի։ Եթե վաղը միսօր էդ էլ պետք է լինի բիզնեսի մասին, որ բիզնես։ Ձեզ ինչի ացում, որ այս ազգը սոված է։ Այս ազգը երբեք սոված չէ, առավել ևս գյումրեցին։ Որտեղ գյումրեցին թասիբ ունի, ընդհանրապես հայ ազգը առավել ևս թասիբ ունի։ Ով որ այս ազգին սովածի տեղ դրեց, ինքը վաղը կորցնելու բան ունի։ Դուք էլ արդեն կորցնելու բան ունեք։ Որտեղ ձեր վերաբերմունքը մի քիչ իմ համար ալաբուլա է երևում տղեկ։ Ամեն տարածաշրջան իր հպարտությունն ունի։ Եթե գնում եք ձայն խնդրելու, տղավարի խնդրեք, առանց վիրավորելու։ Ես էլ կոնտեքստից չեմ կտրել, տղեկ։ Ձեր վիդեոն կա, ձեր վիդեոն չեմ էլ դնի, որովհետև ես չեմ ուզում մեկ անգամ ևս վիրավորվեմ։ Լեզվի սայթակում, ուրեմն դուք հենց պետք է խոսալ սովորեք։ Որովհետև ձեր վերջի արգումենտը քանի անգամ ակնա, դա լեզվի սայթակում աղը կոնտեքստից կտրել։ Մենք ոչ կոնտեքստից են կտրել, ոչ էլ դուք լեզվի սայթակում եք ունեցել, դուք չեք ունեցել լեզվի սայթակում, դա մտածված է։ Տղեկ, որ դուք վիդեոն նկարում եք, հետո նայում եք, չէ՞, ինչև եթեր դնելը։ Դուք չեք տեսել ինչ եք խոսում։ Այսինքն դու եկել տեսել եք Գյումրուն ասել ես գյուղ։ Ու դա ձեզ դզել է ու դուք դրել եք այդ։ Այսինքն սրա տակ արդեն ուրիշ բան կա։ Այսինքն դա մտածված քայլ է, այսինքն ձեր ասելիքը վերջացրա, հիմա ասենց այս ձևի մեջ ուզում եք այդ ձևով ձեր վրա ուշադրություն գրավեք, չի լինի տղեկ, դա շատ թույլ արգումենտ է, տղեկ, շատ թույլ, ուրիշ բան մտածեք։ Հա, դուք բիզնեսներ եք անում, այ մոռացել էի։ Տղեկ, իսկ մի հատ շատ թանկ հարց տամ։ Արցախի մասին բան չունեք ասելու։ Կարող է ձեր 6 կամ 7-րդ կետը լինի ոնց ենք Արցախը հետ բերելու։ Հա։ Մի հատ դրա ձևակերպումը կտակ աննեց հետաքրքիր է։ Չկամ գիտեմ շատ փող ունեք, կարակ էլ անեք, էլի։ Աստված դա լիքը փող ունենաք, Աստված ձեզ պահապան, որտեղ դուք ուզում եք այս երկրի համար լավ բան անեք։ Բայց ոնց որ չի ստացվում, տղեկ։ Անընդհատ սայթակում եք։ Սա ձմեռը պրծավ, գարուն է գալու, բայց գարունը ինչի վրա եք սայթակելու, տղեկ։ Ձեր խոսքին տեր եղեք։ Ու յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր շրջան մտնելուց առաջ մի քիչ այդ քաղաքի ու շրջանի պատմությունն իմացեք։ Այդ մարդկանց մի վիրավորեք, որտեղ այդ շրջաներում մարդ է մնում առավել ևս հայեր։ Մի քիչ զգուշ եղեք։ Լուրջ եմ ասում։
Եթե գնացել եք Գյումրի քայլելով գալ, այդ արդեն արել են, այդ մի արեք, էդի տապալում է։ Տղեկ ուրիշ բան արեք, ուրիշ։ Գյումրեցուց խնդրեք, Գյումրու հետ տղավարի խոսեք, Գյումրեցին ճամարդ մարդ է, Գյումրեցու սիրտը մեծ է, պրոստը խնդրեք ինքը կտա, Գյումրեցին մուրացկաններին չի սիրում, տղեկ, զգուշ եղեք, Գյումրին էլ է հայրենիք, մենք հələ հետ վերելու բան ունենք, մի քիչ դրա մասին մտածենք, կհանդիպենք։